Այդ կխնդրեմ նշեք ձեր իրազեկվածությունը սյունիքերական գործի հանգամանքների կապակցությամբ միաժամանակ կխնդրեմ նշեք որ թեմում եք օգտագործած ծառայություն իրականացրել կամ իրազեկվածությունս ամբողջական է, որովհետև այս ամբողջ ինչը որ տեղի է ունեցել եղել է հենց իմ անձի հետ կապված կամ իմ անձի շուրջ, հետևաբար ինձ հետ կապված կարելի ասել յուրաքանչյուր բան հիշում եմ։ Ես ծառայում եմ Արագածոտնի թեմում, ավելի կոնկրետ Հովանական քվանական համարերում։ Ո՞ր ժամանակ 2019 թվականից առ այսօր, սեպտեմբեր 11, 2019 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև այսօր։ Այն ինչ փոխհարաբերություններ նշել եք ուրեմն թեմում, որ ծառայություն ներկայացնողների կամ այլ հովիվների հետ եղել են բարիադրացիական աշխատանքային ծառայական հարաբերություններ, որևէ մեկի հետ վատ հարաբերություն հարգարժան դատավոր չեմ ունեցել, առաջնորդի հետ մինչև 2020 թվական, 21 թվական դարձյալ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, բայց 2020 թվականի կեսերից եւ արդեն 2021 թվական հարաբերությունները լարվել են։ Որոշակի լարվածություն են եղել, պայմանավորված իմ այցելությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքին եւ կատարածս հոգեվոր ծառայությունն այնտեղ, որից հետո եղել է արդեն իմ անձի հետ կապված կասկածներ, որ ես համագործակցում եմ իշխանության կամ պետության մարդն եմ, այսպես ասած, եկեղեցու մեջ։ Նշված հանգամանքով պայմանավորված, ձեր հարաբերությունները լավեր են, եղել են այնպիսի արտահայտություններ, որ ինձ համար եղել է վիրավորական, օրինակ նիկոլականես, այսպիսի արտահայտություններ, քննարկումներ են եղել եւ ինչ որ պահանջներ, որ ես մոտ եմ իրենց հետ, կարող եմ որոշակի հարցեր լուծել, հետո եղել են այլ տեսակ հարցեր, որ թեկուզ եւ քահանաները առաջարկել են, որ ես լուծեմ այդ հարցերը, նորից դիմումներ են եղել, որ ես իշխանությունների հետ կապի դուրս գամ, փորձեմ այդ հարցերը լուծել, ի դեպ չեմ խուսափել որևէ հարցի համար դիմելուց եւ փորձել եմ աջակցել իմ եկեղեցուն։ Իսկ թեմում գտնվող մյուս հովիվների հետ ինչ հարաբերություններ ունեք։ Այս պահի դրությամբ թե առաջ։ Քանի որ նշեցիք, որ տվյալ ժամանակահատվածում այդ հանգամանքով պայմանավորված թեմի առաջնորդների հետ հարաբերությունները լարվել են։ Այդ դրանից հետո, հաջորդող ժամանակահատվածում թեմի մյուս հոգևորականների հետ ինչ հարաբերություններ։ Նորմալ հարաբերություններ եմ ունեցել, որովհետև ծառայությունս իմ գրաֆիկը շատ խիտ ու հագեցած է եղել, եթե անկեսկի չեմ էլ հասցրել թեմի այլ քահանաների հետ ինչ-որ շփումներ հաստատեմ, ունենամ կամ ժամանակ անցկացնեմ իրենց հետ։ Ծառայության բերումով շատ խիտ է եղել իմ գրաֆիկը, բայց ինչքան որ ժողովներ բան կլիներ ու կտեսնեինք իրար, այդ բարիադրացիական հարաբերությունները երբեք չեն խախտվել ու այդպիսի դեպքեր առիթներ չեն եղել, որ ինչ-որ մեկի հետ վիճաբանություն ունենան։ Շատ լավ։ Նշեցիք ժողովների ընթացքում շփվել եք հարաբերության մեջ։ Այ կխնդրեմ նշեք, ժողովները հաջողակ են եւ տեղին ունենում, որտեղ են տեղում, ով է գլխավորում։ Այդքան շատ չեն եղել ժողովները թեմում, բայց եղել են, հիմա այսպես կոնկրետ չեմ կարող ասել երամսյակը մեկ թե տարվա մեջ 1-2 անգամ էր, բայց անշուշտ ժողովներ ունեցել են, քննարկումներ ունեցել ենք թեմի աշխատանքների մասով եւ այդ ընթացքում նորմալ ձևով շփվել հարաբերվել եմ քահանա եւ հայրենիքիս հետ։ Իսկ ժողովը ով է ղեկավարում։ Ժողովը ղեկավարում էր Արագածոտնի թեմի առաջնորդը։ Այ օրինակը հիշեք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարմանահատակ ընտրությունից առաջ թեմում ժողով տեղի ունեցել է, թե ոչ։ Այո, ժողով տեղի ունեցել է, ժողովը վարել է Արագածոտնի թեմի առաջնորդը, ես այդ ժողովին ներկա եմ եղել եմ ժողովը։ Այ ինչ հարցեր են քննարկվել։ Ժողովը շատ կարճ է տեղի ունեցել ժամանակային առումով 10-ից 15 րոպե ու ավարտվել է շատ արագ։ Ու հարցերը դե արդեն 8-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները պիտի լինեին, այնտեղ ցուցումներ ենք ստացել։ Այդ ընտրությունների նպատակով էր կազմակերպել ժողովը։
Այո, որովհետև խոսակցության նյութը բուն նյութը ընտրություններն են։ Այն ինչ բովանդակության խոսակցություն։ Արագածոտնի թեմի առաջնորդը մեզ հետևյալ հրահանգ տվեց, որ ում ուզում եք ընտրեք տվեք, բայց բացի Նիկոլ Փաշինյանից իրեն մի ընտրեք։ Այդ թեմի առաջնորդի կողմից նշեցիք, որ նման արտահայտություն է։ Թեմի առաջնորդի կողմից նման արտահայտությունը ձեր համար ինչպես է ընկալելի եղել։ Ճիշտն ասած տարօրինակ, որովհետև կոնկրետ ուղղորդում եմ համարում դա։ Հնարավոր է, որ ես այդ ժամանակ այլ կարծիք ունեի կամ ընտրության առհասարակ պետքա չգնայի։ Չգիտեմ։ Այն նշեցիք ուղղորդում եք համարում։ Թեմի առաջնորդի կողմից նշված արտահայտությունը ձեր համար որպես այդպեսին հարկադրանք եղել է։ Եթե ուզում եք ընտրեք բացի այդ մեկից, այդ բացի բառը արդեն իր ներսում կարող է ունենալ հարկադրանք։ Այ որ ունեք չանեք, ինչ կներ կամ անտեսիկ թեմի առաջնորդի կողմից ասված արտահայտությունները։ Գիտեք, ցանկացած ենթակա ինքը ուզում է աշխատանքային նորմալ հարաբերություններ ունենալ եւ ցանկացած ենթակա ինքը նաեւ չի ուզում խնդիրներ ստեղծել եւ ամենքդ խուսափում է այդ խնդիրներից։ Ես ինքս եւս փորձել եմ այդ պահին խնդիրներից խուսափել, բայց ինչքան էլ որ փորձել եմ խուսափել, հետո ցույց է տվել, որ ավելի շատ եմ ընկել խնդիրների մեջ, բնաբար պետք է չխուսափեի։